Ջուրագրգռությունը ինքնին անհաջողակության գրավական է։ Երբ որ մարդը դուրս է գալի իր բանականության շեմից, հուզականությունը կատարում է իր ավերիչ գործողությունները։ Կամայական զայրացած մարդու առջև դրեք հայլի, ու ինքը կդադարի զայրանալ։ Նույնիսկ բարի մարդ, երբ որ զայրանում է, ինքը չարանում է։ Ու դրա համար մենք իր մեջ չարն ենք տեսնում, բայց բազմաթիվ բարի մարդիկ ինչ որ պահի մեկ էլ չարանում են։ Երբ որ դու շատ սոված ես, դու սատկած կարկանդակել ես ուտում, բայց հենց ուտում ես, քննադատաբար նայում ես, ասես դե ուտելու բան չէր էլի։ Ինչ է կատարվում մարդու ներսում, երբ սկսում է հասունանալ եւ հետո արդեն եռման աստիճանի հասել զայրույթը։ Ինքս էս նեղանում է։ Հələ պատկերացեք ֆիզիկապես։ Ինքը այդպես է զգում։ Հասկացաք։ Ու մեկ էլ ինքը զգում է, որ պետք է ինքը լայնանա, եռա, հասկացաք։ Ու ինքը ինչ անում, ինքը սկսում է գոռալ, որ իրան շատ լինի տարածքում։ Կարող է այս մարդը ինչ որ հավատք ունի, որտեղ պետք է գլխով խփել պատին, խի խանգարեմ։ Ողջույն, այսօր խոսելու ենք զայրույթի մասին։ Զայրույթ մի երևույթ, զգացողություն, էմոցիա, որը ապրում ենք անխտիր բոլորս։ Այսօր խոսելու ենք նաև զայրույթի դրական կողմերի մասին։ Հիմա շատերը ձեզանից կզարմանան, թե ինչպես կարող է զայրույթ ունենալ դրական կողմ։ Զրույցի ընթացքում կհամոզվեք, որ այո, հենց այդպես էլ է լինում։ Եվ այսպես, ինչ է զայրույթը, ինչու են մարդիկ զայրանում եւ արդյոք սա նորմալ զգացողություն է, երբ հատում է անկառավարելիության շեմա։ Այս մասին խոսելու եմ հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մադաթյան, զայրանում ենք անխտիր բոլորս։ Կան մարդիկ, ում անծանոթ է այս զգացողությունը եւ եթե այո, արդյոք նորմալ են նրանք։ Տեսեք, անծանոթ չկան, որովհետև սա բազային զգացողությունն է, որը գոնե մանկությունից մեզ հայտնի է լինում, իցն է արդեն մենք փորձում ենք դրա հետ ծանոթանում ենք որոշ դեպքերում, բայց կան մարդիկ, ովքեր կարողանում են կառավարել, կան մարդիկ, ովքեր կարողանում են հաղթահարել նախահույզային վիճակը, որից հետո գալու է այդ զայրույթի պահը, եւ բնականաբար շատ ավելի երջանիկ են ապրում իրենց կյանքը, քան մնացած բոլոր, ովքեր տրվում են այդ հույզին։ Այստեղ մենք պետք է նշենք հետևյալ բանը, մեր ընդհանուր եսը ենթարկվում է այդ հույզին, թե մենք դեռ հսկում ենք այդ հույզը, որովհետև երբեմն մենք կարողանում ենք հսկել զայրույթը, սա ուրիշ վիճակ է, սա նորմալ է, երբեմն մենք դառնում ենք այդ զայրույթի գերին։ Եվ զայրույթն է մեզ հսկում։ Այս ժամանակ մենք ընկնում ենք մի հատ պառոչնի շրջանի մեջ, հա, ոնց գնում արատավոր շրջանի մեջ, որտեղ զայրույթը ծնում։ Ու այդ ժամանակ դառնում է մի հատ շատ ֆանտաստիկ իրավիճակ, վիճաբանություններ, նեղացածություններ, բավականին լուրջ տրագեդիաներ եւ այլ իրավիճակներ։ Խոսեցիք զայրույթի կառավարման մասին, սրա համար առանձին հմտություն է պետք, սրա համար մարդ պետք է որ էմոցիայի առումով հասուն լինի, թե ինչ է հարկավոր, որպեսզի մարդ կարողանա վերահսկի եւ կառավարի իր զայրույթը։ Տեսեք, ես չէի ուզի հույզերից որևէ մեկը այս պահին առանձնացնել, որտեղ բոլոր հույզերն էլ մենք կամ ընդունում ենք իրենց որպես մեր հույզ, այսինքն ենթակա մարմին, հա, ենթակա բան, հա, գործընթաց, կամ մենք ընդունում ենք որպես մի ճակատագիր, որպես մի երևույթ, որի մենք պիտի ենթարկվենք։ Կլինի դա, չգիտեմ, սերը, կլինի դա զայրույթը, աբսոլյուտ իմ համար նշանակություն չունի, որտեղ նույն ձևի ենթարկվելը սիրուն ուրիշ բան է, ենթարկացնելը սերը լրի մի փոքր ուրիշ բան է, որի մեջ գիտակցություն էլեմենտներ է սկսում մտնել։ Այս դեպքում նույնպես, եթե մենք որոշում ենք կարողանում ենք հսկել, իսկ դա ժամանակի ընթացքում ենք սովորում, սա դառնում է նորմալ երևույթ։ Եթե մենք չենք կարողանում հսկել, ապա զայրույթը մեր մոտ բերում է կպչուն մտքեր, թագնապային իրավիճակներ, անքնություն որոշ դեպքերում, հասկացար, զայրույթը սկսում է սնել մեր ֆանտազիաները եւ մեր ներքին պատկերները դառնում են ավելի վիշապատեսկ, ավելի կտրուկ գույներով, ավելի դժվար։ Արագ բռնկվող զայրույթով հարուստ մարդուն մենք կարող ենք ասել նաև չարացած, թե ոչ։
Եվ արդյոք սա մարդու հաջողակ, անհաջողակ լինելու հետ, այլ հանգամանքներով, այսպես ասենք, նեղացած լինելու հետ կապ կարող է ունենալ։ Տեսեք, ջրագրգռությունը ինքնին անհաջողակության գրավական է, այսպես ասեմ, որտեղ ջրագրգռությունը հենց առաջի հակազդումն է, ֆիդբեքը, որը որ կարա փչացնի շատ բաներ, հենց քո հաջողության ճանապարհին եւ սեփական հույզերի հսկելիությունը բնորոշ է բոլոր հաջողակ մարդկանց, սա միանշանակ ասեմ, որպեսի բան։ Ինչ վերաբերում է չարացածությանը, ես ասեմ, որ մեծամասամբ զայրույթի պատճառ լինում է հենց սեփական եզի խոցելիությունը մարդու, բարդույթները որոշակի, որոնք ինքը ունենում է, մեկնաբանությունները, որ ինքը տալիս է ելնելով սեփական աշխարհի մոդելից, այլ ոչ թե նրանից, ինչ ասվել է կամ արվել է դիմացինի կողմից եւ այլ, այդպես այս ամենը այնքան սուբյեկտիվ է, հա, այդ զայրանալու պատճառները։ Այնպես որ եկեք այսպես ասենք, երբեմն հանդարտ մարդկանց, ովքեր քիչ են զայրանում, մարդիկ փորձում են գնահատել որպես թերի։ Եթե դա գիտակցված վիճակ է, այլ ոչ թե պաթոլոգիկ վիճակ է, այսպես ասեմ, հա, ապա ես կարծում եմ, որ սա բավականին ներքին ուժ է պետք, որ մարդը կարողանա իր հույզերը կառավարի ու զսպի։ Կա տեսակետ, որ զայրույթի կամ կառավարելի զայրույթի եւ դրա բռնկման առիթներ հիմնականում ունեն մարդիկ, ովքեր մանկության տարիներին իրենց անպաշտպան են զգացել, սիրված չեն եղել եւ դա հասուն տարիքում արդեն վերածել է զայրացող, հա, շուտ բռնկվող էության, բնավորության, սա ի վերջո բնավորությունը, էությունը, որով մարդ ծնվում է, թե սա այդ հին մանկուց եկած իր անձնական պատմությունն է։ Տեսեք, իրականում մեր բոլոր արտահայտումները գալիս են մեր մանկությունից, մեր մանկության չբավարարված կամ գերբավարարված վիճակներից։ Ես կողմնակի չեմ կարեկցական հիմնավորումների այս դեպքում, որտեղ նույն ձևի ես կարող եմ զայրույթը հիմնավորել ամենաթողությամբ, գերխնամքով, որը մարդիկ ստանում են իրենց ծնողներից, սա նույն զայրույթն է ալնելու, ինչ որ ելնելու անպաշտպանության զայրույթը եւ այլ եւ այլ։ Դες երբ որ մենք տալիս ենք որոշակի հիմնավորումներ, մենք պիտի ամբողջականը տանք դրա։ Այո, գալիս է մանկությունից, գալիս է ոչ adekvat եսի ձևավորման փուլից։ Հիմա կամ այդ եսը լինում է էգոցենտրիկ, ձևավորում է էգոցենտրիկ, այսինքն ծնողները իրան գեր արժեք են տալիս, որից հետո ինքը աշխարհից անկալում է, որ իրան պետք է ամեն բան տրվի, ու երբ որ չի տրվում, ինքը իր զայրույթն է արտահայտում, կամ ընդհակառակը ճնշվածությունից, որտեղ ինքը ունենում է որոշակի պաշտպանվելու կարիք եւ հետագա ամբողջ կյանքում փորձում է պաշտպանվել իր զայրույթով, ի սկզբանե ագրեսիա արտահայտելով, կամ կամայական ֆիդբեքը ակնկալելով որպես իր անձի եսի նկատմամբ ոտնձգություն։ Այս է խնդիրը։ Հիմա երկու դեպքում սա է հիմքը։ Իմ եսի նկատմամբ ոտնձգություն։ Եթե ես առանց պայմանի միշտ մորիցը ստացել եմ, գերխնամք եմ ստացել, ապա այս դեպքում երբ որ ամալյան ինձ չի տալի, դա իմ անձի նկատմամբ ոտնձգություն եմ համարում ես, ու սկսում եմ իմ զայրույթը արտահայտել ամալյան։ Նույն ձևի, եթե ես միշտ մորս կողմից ճնշված եմ եղել, ապա այս դեպքում ամալյան նույնիսկ եթե adekvat քննադատություն հնչեցնում, ես էլի նկատում, դա ընդունում եմ որպես իմ անձի նկատմամբ ոտնձգություն ու էլի զայրույթ եմ արտահայտում։ Հասկացաք, չէ՞, մոտարապես մակար։ Բայց ձևը էսպիսին է։ Եկեք դրա համար ես չեմ ուզում արդարացնենք, որտեղ գնանք արդարացման ճանապարհով, ապա զայրույթից սպանությունները պետք է սկսենք արդարացնել օրինակ։ Բայց դա մեղմացուցիչ հանգամանք է, շատ պարագաներում այդ զայրույթը համարվում է աֆեկտի աստիճանի, այսինքն մտքի մթագնում, զայրույթի հողի վրա մտքի մթագնում, աֆեկտ եւ ուրեմն մեղմացուցիչ հանգամանք։ Զայրույթը չի։ Զայրույթից բխացող աֆեկտիվ վիճակ, աֆեկտիվ վիճակը համարվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակ։ Դա համարվում է վիճակ, երբ որ այդ պահին այդ մարդը համարվում է հոգեկան անառողջ։ Պահի տակ 5 րոպեով, 15 րոպեով, բայց համարվում է, որ դա եղել է հոգեկան անառողջ։ Ամեն զայրույթ չի, որ ինքը տենց արդարացնում է։ Հիմա դա կարա լինի զայրույթը, դա կարա լինի սեռական ձգտումը։
շիզոֆրենիայի, ասենք, որպես շիզոֆրենիայի հետևանք։ Ու բռնաբարությունը համարվի աֆեկտի վիճակում կատարված բռնություն կամ եւ այլն։ Եվ ուզում եմ ասեմ, որ այստեղ շատ կարևորը ոչ թե հենց զայրույթ եզրույթն է, այլ հոգեկան հավասարակշռության եզրույթն է։ Եթե զայրույթի շեմը եղել է այնքան, որ քեզ համարում են հոգեկան հավասարակշիռ վիճակի մեջ, այսինքն դատողությունը տեղն է եղել, ուղեղը տեղն է եղել, մտածողությունը տեղն է եղել, դու տրվել ես զայրույթի եւ մարդ ես սպանել։ Դու անպայման դատվում ես մարդասպանության համար։ Սա միանշանակ։ Իսկ այդ չափման միավորը ինչով է չափվում։ Հոգեբույժներն են չափում իրավիճակը։ Հոգեբույժները չափում են մարդու հոգեկան առողջության աստիճանը, դուրս գալու աստիճանը, իրավիճակ, խթանիչ իրավիճակները, որոնք կարող էին բերել եւ այլի։ Հիմա պատկերացնենք մեկի աչքի առաջ իր երեխային ասենք սպանել են կամ բռնաբարել են։ Բնականաբար սա համապատասխան քայլ է արել, որը նույնպես սպանություն է, եւ սա կարող համարվի, որտեվ խթանիչը համարվի այնքան մեծ, որ համարվի, որ աֆեկտի իրավիճակում այս մարդը մարդասպան է եւ արդարացվի։ Որտեվ սա հոգեկան անհավասարակշիռ վիճակ է համարվում, երբ որ մարդու աչքի առաջ դաժան սպան, հասկացա՞ք։ Այո, հասկացա ինչ նկատի ունեք։ Որն է այն սահմանագիծը, երբ մենք համարում ենք, դե մարդ հա բարկացավ, զայրացավ եւ երբ մենք հասկանում ենք, որ սա զայրույթ է, որը ինչ որ մի բանի հետևանք է եւ որի հետ աշխատել է պետք։ Ինչպես այն պետքա դրսևորի։ Ես չգիտեմ, ինչ որ իրեր նետելով, մարմնում դողերոց զգալով, որն է այն նորմալ, որ դե նորմալ է մարդը բարկացավ, առիթ ուներ եւ որը որ արդեն աննորմալ զայրույթ է։ Տեսեք, այսպիսի չափորոշիչներ չկան։ Այսպես ընդհանրացված, այսպես ասեմ, ընդունված է մարդուն բնորոշել որպես բանական, ոչ թե հուզական։ Եվ մենք ասում ենք homo sapiens, հա, մարդ բանական։ Բանականությունը հուզականությանը զսպողն է։ Երբ որ գալիս է բանականությունը, ինքը չի արգելում հուզականության, այլ զսպում է կամայական հուզականության մեջ։ Երբ որ մարդը դուրս է գալի իր բանականության շեմից, հուզականությունը կատարում է իր ավերիչ գործողությունները։ Դա կարտահայտվի կույր սիրո ձևով, որը որ հա երկարատև, որը հասնում է մինչև հոգեկան խնդիրներ, մենք ունենք այդպիսի համախտանիշներ, հա։ Դա կարտահայտվի մանյակալ սպանությունների տեսքով, որը բնորոշում են ժամանակին Ջեք Պատրաշիցելին, որ ինքը երկիրը փրկում էր, ես չգիտեմ ինչերից, հուզականության արտահայտումը։ Այսինքն ինքը չի ստանա բանականության երանգ, որտեղ բանականության երանգի մեջ չկա հուզականության չափազանց արտահայտում եւ կա արտահայտում այն քննադատությամբ, որը բերում է բանականությունը։ Հիմա ես չեմ կարծում, որ մի հետաքրքիր բան ասեմ ձեզ։ Կամայական զայրացած մարդու արչեւ դրեք հայլի, ու ինքը կդադարի զայրանալ։ Ինչու՞։ Որտեւ ինքը իրան հայլու մեջ դուր չի գա։ Այդ իր հայլալված դեմքը, այդ իր ջղաձգված այդ մկանները, այդ երակները, այդ աչքերի արտահայտությունը եւ կմտնի մի կոմպոնենտ քննադատություն սեփական անձի նկատմամբ։ Այսինքն կբերենք բանականությունը, իր դեմը կդնենք։ Կամայական տեղ ես ունեցել եմ այդպիսի մի փորձ Հայաստանում, մի ռեյտինգային խանութում մանուտ չեմ տա, որտեղ 90-ական թվականներին այդ լարված հոգեկան իրավիճակներում անդադ կոնֆլիկտներ էինք ունենում ու խանութի տիրոջ հետ մենք այդպիսի մի խնդիր լուծեցինք, հայլի դրեցինք մեծ ու այդ աղջիկներին գործակատարներին խնդրեցինք կոնֆլիկտի ժամանակ ուղղակի այնպես շուտ գալ, որ այդ մարդը հայլու մեջ իրան աչքի պոչով նկատի, կոնֆլիկտները վերացան։ Հասկանում եք ինչի մասն է խոսքը։ То есть այդ վիճակը, այդ քո այլալված դու սկսում ես քննադատականության, դու դուրի չես սկսում ես ուղղել քեզ։ Վերջ, բրծա։ Դու չես տրվում այդ զայրույթին, դու չես գնում դրան, դու չես սպանում այլևս։ Սո հայլային արտապատկերում քո զայրույթի, որը քեզ դուրեկան չի։ Ու ես չեմ ճանաչում որևէ մեկին, ում եթե կողքից իր զայրացած վիճակը ցույց տաս, ինքը չամաչի։ Զայրույթը բազային զգացողություն է։ Այո, զգահույս, բազային հույզ է։ Այո, այո։ Որը ինչ բաղադրիչներ ունի։ Կարող է ունենալ մեջը նախանձ, անլիարժեքության բարդույթ, ես չգիտեմ, անինքնավստահություն։ Ամենաբազմազան իրավիճակի վրա հսկողության կորուստ, նախանձ, ոնց ասեցիք, խանդ, անլիարժեքության զգացում, մանկությունից մնացած թերարժեքություն, սիրո պակաս, սիրո ավելցուկ,
էգոցենտրիզմ, ինչ ասեք, ես դրա տակ կհամեմ եմ։ Մենք այդ ժամանակ տալիս ենք զայրույթ։ Մարդիկ մեքենայի տեղի համար իրար դանակահարել էին, այո։ Զայրույթ։ Հասկացանք, չէ՞։ Զայրույթ պիտի լինի, չէ՞ որ դա անես ուրիշ կերպ հնարավոր չի։ То есть մենք սա անլիարժեքության զգացում չի արդյոք։ Բա ի՞նչ է։ Այո։ Հասկացաք, չէ՞։ Կամ ամենաթողություն, կամ գերգաղափարներ, որ ունենում ենք։ То есть իրա մեջ մենք ամեն ինչ կարանք փնտրենք իրան հիմնավորելու համար, զայրույթը հիմնավորելու համար։ Այստեղ սկզբունքային դրա համար ես զայրույթը չփորձեցի առանձնացնել, որպես ալտերնատիվ օրինակ վերեցի սերը, որը մեր համար շատ դրական զգացողություն է։ Հա տեսեք, երբ մենք բարկացած, զայրացած մարդու ենք պատկերացնում, մեր մոտ ասոցիացիա է գալիս չար մարդ, եւ մենք դժվար ենք պատկերացնում բարի մարդու զայրացած վիճակում։ Իսկապես այդպես է, այսինքն բարի մարդը արդյոք չի կարող զայրանալ, ինչ ունի բարի մարդը, որը իրեն հետ է պահում, որ չզայր, եւ ինչ չունի այս զայրացող մարդը։ Բոլոր մարդիկ զայրանում են, բայց եկեք լինգվիստիկ նայենք հայերենում մի հետաքրքիր բառ կա զայրույթի հոմանիշ, չարանալ։ Հասկացաք։ То есть նույնիսկ բարի մարդ, որ զայրանում, ինքը չարանում է։ Ու դրա համար մենք իրա մեջ չարն ենք տեսնում, բայց բազմաթիվ բարի մարդիկ ինչ որ պահի մեկ էլ չարանում են։ Ու ընդհանուր առմամբ եթե մենք վերցնենք, բոլոր մարդիկ բարի են։ Հենց սա է պատճառը, որ երբ որ զայրացած ժամանակ իրան նկարում ես ու հետո իրան ցույց ես տալ, դա իրան դուր չի գալիս, որտեղ ընդհանուր առմամբ ինքը բարի կոնցեպտ ունի։ Սկզբունքայինորեն ինքը հեքիաթների կողմից է, որտեղ բարին պիտի հաղթի եւ այլ սկզբանե վիճակներ, ու մեկ էլ տեսնում է իրան չարացած։ Ինքը իրան սկսում է չսիրել, հասկանում եք, մենք մեզ պիտի սիրենք, մեր էգոն կա, իսկ այս վիճակում չի սիրում, որտեղ ինքը չարացած է։ Այդ չարացած, այ ինչու է չարացե, չէ՞ մենք ասում ենք, երբ որ բարկանում է մարդը զայրույթ արտահայտում։ Այս իր հայերեն հոմանիշն է, լինգվիստիկ մենք շատ լավ բռնացրել ենք։ Այդ դեպքում դրա տակ էլ մի մանեք, ինքը բարի մարդը թե չար մարդը, երկուսն է կարող են չարանալ։ Ինչ դրական կողմեր ունի զայրույթը, ունի առհասարակ։ Ես ընդհանրապես համարում եմ, որ հույզերը մեր ամենաթանկ բաներն են, որը մենք ավել պակաս շռայլելու իրավունք չունենք։ Բայց ցավոք սրտի մարդիկ այնց շռայլ են, իրանք կարող են ինչ որ, չգիտեմ, անծանոթ մարդուն սիգնալ տալու համար հույզ արտահայտել, կամ չգիտեմ, հա, հասկացանք, չէ, ինչ ազդանշան տալ։ Ես կարծում եմ, որ այդ հույզերը մեզնից տանում են։ Մենք կարող ենք արտահայտել բարի հույզեր, դրանով մեր ներաշխարհը փոխել։ Ինչքան չար հույզեր ունեցանք, այնքան ավելի մենք դժվարանալու ենք, որտեղ միևնույնն է, հետո ունենալու ենք ինքնակնադատություն, անպայման եթե կա ունենալու ենք մեղքի զգացում։ Ես չեմ ճանաչում մի մարդու, ով զայրանալուց, հանգստանալուց հետո ներսում այդ մեղքի զգացումը չի ունենում։ Պարտադիր ունենում, բայց իրա եսը կարա կոտրի այդ մեղքի զգացումը, որ ինքը չարտահայտի, բայց ներսում ինքը հասկանում է, որ միգուցե չափահացա, միգուցե այն վերջի բառը չպետք է ասեր, միգուցե իսկ միգուցե հենց այդ պահին ինքը բավարարեց իր ինքնագնահատականը բարձրացրեց եւ հաջորդ անգամ ել ավելի է բարկանալու դրա համար չունենալով հիմնավոր պատճառներ։ Հաջորդ անգամ բարկանալի իրա, բայց ինքը անպայման մի բան ունենում է այդ քննադատությունը, adekvat մարդու մասին եմ ասում, հասկացաք, այո, ինքը բավարարեց իր ինքնագնահատականը, ու հենց բավարարեց, հասկացաք, այս է խնդիրը, երբ որ դու շատ սոված ես, դու սատկած կարկանդակել ես ուտում, բայց հենց ուտում ես քննադատաբար նայում ես, ասես դե ուտելու բան չէր էլի։ Հասկացաք, այ մոտավորապես այս սկզբունքն եմ ձեզ ասում, էլի։ Ինքը անպայման այդ մի հատ քննադատություն ունենում է, մինչև մյուս սովածանալ է, էլի սատկած կարկանդակ ինքը ուտելու է։ Հասկացաք, չէ՞, ասացի իմաստը։ Ուզում եմ ասեմ, որ սկզբունքը եկեք հասկանանք, ոչ թե որ հա ինքը այլևս չի անի, չէ՞ թե չի, ինքը մինչև կյանքի վերջել անելու է։ Հասկացաք, չէ՞։ Այստեղ խնդիրը հետևյալն է, ինչքան եմ ես ինձ տիրապետում եւ ինչքան եմ ես կարողանում ձգտել ու հասնել ինձ տրված բանական մարդ անվանմանը, որտեւ ես մարդ բանական եմ, ոչ թե ազդանշանի համար մեկին սպանող, սա բանականություն չի։ Զարույթը լավ մոտիվացիա կարող է լինել։ Ինչպես նաեւ արգելակող։ То есть այստեղ մենք եկեք օրինաչափություն չտեսնենք, այլ տեսնենք հավանականություն, 50% են կողմ, 50% են կողմ։ Զայրույթը կարող է դառնալ մոտիվացիա, այնպես ինչպես խանդը կարող է դառնալ ինչ որ մեկի համար մոտիվացիա, որ ինքը իր արտաքին տեսքին հետևի, բայց արդյոք դա կոնստրուկտիվ է։
հասկացաք, չէ։ Ես չեմ համարում, որ զայրույթի մոտիվացիան, եթե մենք բնորոշենք իրան որպես մոտիվացնող, զայրույթը լավ բան չեն կանի։ Բոլորովին։ Զայրույթը կարող է նույնիսկ ինքդ քո վրա զայրույթը կոնստրուկտիվ դժվար է անվանել։ Կառուցողական քննադատությունը ես ավելի ճիշտ եմ համարում, քան զայրույթը։ Հուզական կամայական արտահայտում կլինի դա նեղացածություն ինքդ քեզնից կամ մեկից, կլինի դա զայրույթ ինքդ քո նկատմամբ կամ մեկի, սա բոլոր թուլության նշան է։ Ինքը չի կարող բերի ու երբեմն կարա ինքը խթանիչ հանդասանա, ոնց որ ռուսները ասում են պինոկ պատզատ, հա, սենց լավ բան չի, չէ, պինոկը, բայց խթանիչ է էլի, քացով խփեցին դու էլ գնացիր իներցիայով, բայց նույն ձևի կարա արգելակիչ հանդիսանա, իհարկե։ Այն մարդը, ով իր համար զենք է դարձնում, կբարկանամ, կզայրանամ, գիտես ինչ կլինի, որպես կանոն, զայրանում է իրենից թույլերի եւ փոքրերի հանդեպ, չգիտես ինչու, իրենից ավելի վերադասի վրա իր զայրությունը չի բավականացնում։ Գիտեք, իմ կյանքում մի շատ խելացի մարդ կար, ով մի անգամ մի հետաքրքիր արտահայտություն արեց, երբ ես շատ երիտասարդ էի, ասեց կռիվ անելուց, բակում դրակռիվ, զայրանալ չի կարելի։ Եկեք չխառնենք երկուսը իրար հետ։ Եթե բոքսի ռինգում բոքսորը զայրանա, ինքը անպայման կպարտվի։ Չի կարելի զայրանալ։ Հասկացաք։ Այստեղ ամբողջը բանականության հետ է։ Բայց զայրույթը նաև կարող է մարմնական, ֆիզիկական ուժ կրկնապատկել։ Այո, զայրույթը եւ կարող է կրկնապատկել ֆիզիկական ուժ եւ կարող է մթագնել մեր ուղեղը եւ մենք կարող ենք կատարել արարք, որ 3 րոպե հետո հասկանանք, որ մենք հանցագործություն ենք արել։ Զայրույթը կարող է բերել մեզ նրան, որ մենք մեր ամենասիրած մարդուն սարքենք հաշմանդամ։ Զայրույթը կարող է բերել նրան, որ մենք այնքան ճղճին լինենք, որ մեր երեխայի վրա ինքնակայանանք։ Զայրանանք։ Այն դեպքում, երբ որ ոչինչ չունենք իրանից, ակնկալելու կամ ընդհակառակը իր դեմ ինքնակայանալու։ Ինչ է կատարվում մարդու ներսում, երբ սկսում է հասունանալ եւ հետո արդեն եռման աստիճանի հասել զայրույթը, բարձրանում է տագնապայնությունը։ Փոքրանում է եսը, ինքս ես դառնում է sense փոքր։ Տեղի է ունենում էլի լինգվիստիկ հայերեն լավ բառ ասում ենք նեղանալ։ Ինքս ես նեղանում է։ Հələ պատկերացեք ֆիզիկապես։ Ինքը այդպես է զգում։ Հասկացաք։ Ու մեկ էլ ինքը զգում է, որ պետք է ինքը լայնանա, եռա, հասկացաք։ Ու ինքը ինչ անում, ինքը սկսում է գոռալ, որ իրան շատ լինի տարածքում։ Ինքը սկսում է մի բան տալ պատին, որ իրան նկատեն, որտեվ ինքը փոքրացել է։ Իրան այլևս չեն նկա, այսպես մետաֆորիկ եմ ասում, որ հասկանաք, հա, ու ինքը որ խփեց պատին, զամբ, ջարդվեց, բոլորը կսկսեն իրան նկատել, ու ինքը էլի կգա իր հին չափսերին։ Իսկ այդ բանը, երբ որ ինքը գոռում է, ինքը շատ փուճուր մարդու կա, շատ փուճուր։ Էս է տեղի ունենում, ուրիշ ոչ մի բան։ Փաստորեն ստացվում է, որ զայրույթին նախորդում է նեղանալը։ Մարդու եսը վիրավորվում է, ինքը փոքրանում է, ինքը միջավայրի մեջ դառնում է, հələ պատկերացրեք ես անկարևոր է իրեն զգում եւ ուրեմն այ հիմա ես կստիպեմ ձեզ կարևորել ինձ։ Ես որ դառնամ փուճուր, ես հաթորի վրա sense փուճուր կանգնածել եմ։ Ես սկսեմ գոռալ, չէ՞ որ դուք ինձ լսեք։ Ես կսկսեմ հասկանալ, որ ինչ-որ բան կորում է։ Ինչ-որ բան շպրտել, որ ինձ տեսնեք, նկատեք, ես շատ փոքր եմ։ Էս է տեղի ունենում։ Տևական սթրեսներից հետո, լարված իրավիճակներից հետո շատ մարդիկ իրենք խոստովանում են, որ պարբերաբար ունենում են զայրույթի բռնկումներ, նույնիսկ ասում են այսպես ներքուստ զգում են, որ այ հիմա ես կպորտկամ, այ հիմա ինձ մոտ նույնիսկ դրա համար առանձնապես առիթ էլ պետք չէ։ Ինչ խորհուրդ կտաք, ինչ անի մարդը, որպեսզի այդ բարկությունը սկսի կառավարել, որովհետև դա եւ ինքնավնասման հնարավորություն է տալիս, մարդու խաղաղ կյանքն է կորում, ինչպես կարող է մարդը ազատվել այս բռնկումներից զայրույթի։ Գիտեք ոնց, մարդը երբ որ սկսում է իրան ամբողջական չհսկել, հեսա չհսկելու վիճակա, որտեղ այդ մարդիկ սովորաբար խոստովանում են, որ իրանք անհսկելի են դառել, ու իրանք քննադատաբար են մոտենում իրանց զայրույթին։ Լավագույն տարբերակը մոտենալ հոգեբանի, որտեղ այս դեպքում արդեն իրենք փորձել են, չի ստացվել։ Ու պետք է հոգեբանի հետ հասկանան, որտեղ է այդ խոցելիությունը, անցել մի հատ շեմ,
որ իրանք ամենտեղ են ուզում գոռել, ամենտեղ են ուզում ինքնահարտահայտվել, ավտոբուսի մեջ, տրանսպորտի կամ կապ չունի, ամենտեղ են կոնֆլիկտային դառնում ու դա իրանց դուր չի գալիս։ Լինում է այդպիսի բան։ Սա կարա լինի բազմաթիվ պատճառներից մեկը լինի ֆիզիկական, ինչ որ օրգանական խնդիրներ, ինչ որ հասկացաք, չէ, կարա պատճառները լինեն ինչ որ մի հատ փոքրիկ խնդիր, որը իրանց համար դառել է խնդրեմ, տուպիկ, որը ուղղակի երբ որ սարքում ես խնդիր ու հասկանում եմ, որ ինչ որ լուծում դա ունի, կապ չունի, ֆինանսական կամ եւ այլն, դա դառնում է ավելի բան։ Կամ միգուցե ինքնագնահատականն է ինչ որ իրավիճակների պայմաններից ելնելով ընկել էս մարդու, որը ժամանակին ինքնաբավ մի աղջիկ հասկացար այսօր փորձում է գոռալ, որ իրան հասկացար ինչ որ ձևի, նկատեն, որտեղ համարում է, որ ինքը դառել է աննկատ, անշուք եւ այլ իրավիճակներ։ Սա էլ կարա ինչ որ անձնական դրամայի հետևանք լինի։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ յուրաքանչյուրս մեզ ունենք մի հարց տալու։ Հսկում եմ ես իմ բոլոր հույզերը, թե ոչ։ Եթե ես կարողանում եմ հսկել, դժվարությամբ թեկուզ, օքեյ եմ։ Եթե ես կա մի հույզ, իմ սերը, իմ երեխայի նկատմամբ, եթե ես չեմ կարողանում հսկեմ, ապա սա արդեն կարմիր լույս է ու ինչ որ ձևի պետքա սա հասկացեք, տեսեք, ես դրական բան եմ ասում, սերը երեխայի նկատմամբ, իստի կարողանամ հսկել, հսկել։ Ես չեմ ասում քչացնել։ Հսկել այսինքն պաթոլոգիկ ինչ որ դրսևորումներ չունենա։ Հսկել այսինքն երբ որ երեխան են գնդակ ուզում է վազել չտալ իրան, լսել գնա վերցրու։ Ու դա սեր չհամարել։ Չդարձնել այդ երեխային արքա, մարդ, որ վաղը մեզ տենց են չի անելու, վաղը ոչ մեկ այդ գնդակը չի բերի, չէ՞ մեզ տա։ Իրան գլխից ցույց տալ, որ եղբայր ուզում ես գնդակ, հենա գնդակը վերցրու։ Ուտել ես ուզում, կեր։ Չես ուզում, մի կեր։ Ոչ թե կթալը ձեռս վազել տնով մեկ ու փորձել է երեխու բերանը ճախտել ինչ որ մի բան ու դրանով ինքնաբավարարում ունենալ, ներողություն։ Հասկացաք, որից երեխայի եսը քանդել կամ մի կողմից սարքել իրան չուտող ուտելիքի նկատմամբ պատվրած չէ, որտեվ ինքը իր մոտ գրվի sense նախադասություն։ Ուտելը դա ոտնձգություն է իմ եսի նկատմամբ։ Հա? Կամ երկրորդը, պետք է ուտեմ, որ լավ ելնեմ։ Որ չուտեմ լավը չեմ լի, որտեվ հայկական մի հատ հիմար լինգվիստիկ ծրագիր կա, չէ, որ կեր որ մեծանաս, կեր որ ինչ կապ ունի մեկ մյուսի հետ։ Հասկանում եք, այս գերարժեքները մի հատ հանեք, հələ մա տեսեք ինչ հետաքրքիր է դառնում կյանքը։ Սիրուն է դառնում։ Երբ որ դու հասկանում ես, որ ինքն էլ է անձ, ինքը իր չափի, իր ձևի անձ է, իր աշխարհով, իր համար սուպերմարկետ է, ուրիշ խանութ է, իսկ քո համար դա ուրիշ խանութ է։ Հասկացաք, իր ուտելիքը ուրիշ ուտելիքա, քոնը ուրիշ ու ոչ թե քոննա ճիշտ, այլ քոնը պրոստը քոննա, իրանը իրաննա։ Քո եսը, քո եսն է, այս մարդու եսը, իր եսն, ու սա կնի ճիշտ։ Հասկացա, իսկ մենք ինչ ենք անում, մենք սկսում ենք իրար բռնանալ։ Ասում ենք, ո՞ս դու տոլմա ոնց կարելի է տոլմա չուտել, քրիվ ենք անում իրար հետ, զայրանում ենք, նեղանում ենք, գնում ենք մեր ընկերոջ ասում ենք, որ պատկերացնում ես ինչ մարդա որ տոլմա չի ուտում, կամ խաշը ձեռով չի, հասկացաք, չէ՞։ Դες հիմա մետաֆորիկելի հիմար պատմություն եմ ասում, բայց մենք ամեն ինչին տալիս ենք հուզական արտահայտում։ Մենք չենք կարող հանգիստ նստել խաշի սեղանի, երբ որ մեր ընկերը, որ խաշ չի ուտում, քեբաբա ուտում։ Վերջ չենք կարող։ Ամբողջ օրվա թեման դա է։ Այդ ձևերա խաշի ենք եկել ու այլ բաներ պատկերել։ Ու եթե նույնիսկ չունենք այդ ընկերը, բոլորը խաշ են ուտում, քթալով ուտողնա թեմա։ Կապ չունի, մենք պիտի գտնենք այդ թեման ու զայրանանք իր վրա ու ասենք, որ դու թեր ես ամբողջական, այսինքն եսի ինքնահաստատում տանք։ Մարդը, որի ինքնահաստատման կարիք չունի, ինքը չի զայրանում։ Ինքը տեսնում է, որ գլխով պատն է խփում, ասում է, «Բայց ջան, գլուխդ գցավ է»։ Շարունակում է խփել, նայում է, ուրախանում է։ Բայց դա էլ է պաթոլոգիա ուրախանալը։ Չի։ Եղբայր ես զգուշացրեցի իր կամքի դրսևորումն է դա։ Ես ինչ իմանամ կարող է այս մարդը ինչ որ հավատք ունի, որտեղ պետքա գլխով խփել պատին, խի խանգարեմ։ Իրանք չունեմ։ Իրա եսն է։ Եթե չգիտեր, ապա ես իրան տեղյակ պահեցի։ Ես երկար տարիներ ծխում էի, մեկ էլ մի երիտասարդ աղջիկ մտնում էր իմ կաբինետ, ցենց էր անում։ Վայ, պարոն Մադոցյան, ծխում եք, ախա վնաս է։ Ու ես միշտ այդ հարցը իմ ուսանողներին տվել եմ, իսկ ինքը կարծում էր, որ ես մինչև հիմա չգիտեի, որ վնաս է։ Գիտեի, չէ՞, բա ինչի համար ասեց։ Նաև նշենք, որ դուք այլևս հրաժարվել եք այդ սովորությունից։ Արդեն երկրորդ տարին, այո։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Միշտ ձեր հետ հաճելի է ու ձեր մոտ հաճելի է հյուրընկալել։ Շնորհակալություն։ Զայրույթը բազային բացասական իհարկե հույզ է, բայց այն ունի առավելություններ։ Եթե դուք մարտի դաշտում եք,
Եթե դուք սպորտային մրցույթի ընթացքում եք, եթե պայքարում եք ինչ-որ բանի համար, օրինակ կյանքի, սա տալիս է ուժ դիմադրելու, բայց միայն այս պարագայում է այն դրական, սովորական կյանքում։ Եթե դուք չեք լուծում սահմանային ինչ-որ մի խնդիր, զայրույթ իհարկե չի կարող լինել կառուցողական։ Կառավարեք ձեր զգացմունքները եւ իհարկե առաջին հերթին զայրույթը։ Խաղաղ մարդը, խաղաղ մտքով շատ ավելի հազվադեպ է սխալվում։ Մնացեք խաղաղությամբ, առայժմ։